Ուրեմն ինչ է մեր կյանքի նպատակը, խորքի մեջ այսօր երկու թեմայով է որ պիտի խոսիմ, երբ կսենք կյանքի նպատակը նաև անհրաժեշտ է անդրադառնալ նաև մահվան։ Ես չուզեցի վերնակրել իմ այսօրվա դեսանյութը մահը ագրարգելով, որովհետև վստահ եմ, որ ցեզ մեջ շատեր գվախնան մահի այս անունեն եւ հավանաբար գուզեն ավելի կյանքի մասին խոսիլ, բայց դե մահը եւ կյանքը ճշմարտություններ են, որոնք մեր աչքի առջևն են եւ մենք ստիպված ենք անոնց մասին մտածել, որովհետև երբ մտածենք կյանքի մասին, նաև պիտի մտածենք, որ այս կյանքը ունի ավարտը եւ այդ ավարտը մահն է եւ մահով կվերջանա։ Ինչ է մեր կյանքի նպատակը։ Սիրելիներ, ամեն անգամ, երբ թաղման արարողության ժամանակ թակաղի առջև կգենամ, կսկսեմ մտածել, թե ինչ է կյանքի նպատակը։ Արդյոք այս պիտի լա մարդուն վախճանը, այս է նպատակը, կամ թե ունի մեկ այլ բարձր նպատակ։ Սաղմոսներու մեջ շատ հստակ է, սաղմոսները կարդալով մահվան մասին կտեսնենք, որ սաղմոսագիրը ջանչծած է Աստուծո հավիտենականությունը, նույնպես նաև ջանչծած է մահտուն մահկանացությունը, թե ան կտեսնենք ինչպես փորձառությամբ գիտե, թե մենք մարդիկս կանցնենք կերտանք ձովի ալիքներու պես, դեղի դալով մենք մեզի, նույնպես համոզված կգտնենք սաղմոսագիրը, թե միայն հավիտենական ու անմահը Աստված է, մեր ապավենը եւ սրդի մխիթարիչը Աստված է։ Սիրելիներ, կյանքի այս բնական օրենքը, որ կգոչվի մահ, ամեն մեկը մեզ մեջ շատ լավ գիտե եւ սա ճշմարտությունն է, որ բոլորիս գիտակցության մեջ է։ Եվ ինչպես միշտ ես կմեջբերեմ բելգիկական խոսքը, որ գսե միակ ճշմարտությունը այն է, որ մենք պիտի մեռնենք։ Սակայն երբ մեր սիրելիներեն մեկը հավիտյան կբաժնվի մեզ մե, մենք կմոռնանք այս կյանքի բնական օրենքը։ Մենք քերի կդառնանք մեր վիշտին, փորձելով մեր ցավը արտահայտել, մոռնալով քրիստոնեության մեծակույն մխիթարությունը եւ մխիթարիչ խոսքերը Պողոս առաքյալի, որ գսե թե մահ ուր է քո հաղթությունդ, դժոխք ուր է քո խայթոցդ։ Այլ է եւ այլ իրավիճակ է, երբ մանուկ մնե մեռնողը։ Փողփոջը, գոգոնը, որ դակավին նոր կպատրաստվեր բանալու իր դերևը, նոր կյանք մշնչելու։ Այլ է բարական նաև, երբ հրաժեշտ կուտանք աշխարհիկ մարդումը հասուն հասակի մեջ, եւ այլ է, երբ հոգնած սիրտ կփագե իր բյուրեղացած աչքերը հավիտենական ննչելու համար, ինչպես հասուն մարդ օրինակի համար, որ բնական օրենքով պիտի ինա մեռնելու համար։ Շատ հաճախ բոլորս ներկա եղած ենք թաղումներու եւ չեմ կարծեր, որ մեկը գա, որ թաղման արարողությամբ ներկա չի եղած, եւ գտեսնենք մեր աչքերու առջև թակաղի մեջ հանգիստ բարգած մարդը, որ անցած է իր մանկությունը, որ անցուցած է իր երիտասարդությունը, գրիվներու եւ մակարումներու շրջանները եւ հասած է բնական հանգստյան շրջանին, որ իր համար դեղին է ըսված Սուրբ Գրքի խոսքը, գփավե դեր, բարձ հինեն զոկիմ, այսինքն հոգիս ար, եւ եթե մենք արցունքներ գտապենք, անոնք արդահայտություն են ոչ թե վշտի քրիստոնեական հասկացողությամբ, որ անագնգալ ու անժամանակ հասած դժբախտություն մնե, այլ որ դիական օրինակի համար սրդի քուրքուրանքը վերհիշումն է, կամ եղբայրության սիրո արդահայտությունը գնալալ, բավական է, որ ապրեցանք, աշխատեցանք ու ինչի որ հասանք, եւ հիրավի
ինչերս ես մարդ իր կյանքի մեջ չի տեսներ։ Վիշտ եւ ուրախություն, եւ հույսեր, եւ հուսախաբություններ, եւ սեր, եւ ադելություն միևնույն ժամանակ։ Այս բոլորը մեկ օրվա մեջ եթե հաշվենք, մեկ ամսվա մեջ, մեկ տարվա մեջ ինչքան բաներ։ Փավ է, ինչքան ապրիլ եւ սկալ թե մենք ճամփորդենք։ Գպավ է շատ հաջող մեր աշխատածը։ Դարիներ շարունակ աշխատած ենք եւ անձնական եւ հասարակական ասպարեզներու մեջ եւ գաշխատենք մեր ընտանիքի բարեկացության համար եւ հայ հասարակության համար, մեր ընտանիքի անդամներու համար, մեր դպրոցական հասարակություններու համար, մեր եկեղեցու համար, ամեն մեկի իր մարզի մեջ։ Գպավ է նաեւ այն ինչ որ մենք ցերկ բերած ենք մեր աշխատանքներու շնորհիվ աշխարհի վրա, ինչ է սովորական մարդու այս աշխարհի գարջադև կյանքի նպատակը։ Սա է մեր վերնակիրը։ Մեր աշխարհի գարջադև նպատակը է եւ պետք է լա դաստիարակել սերունդը աշխարհին, որ ընդունակ լա եւ անհատական եւ հասարակական կյանքով ապրելու։ Տուն եւ ես, սիրելի ունգընտիր, հասած ենք այդ նպատակին, երկրավոր նպատակին։ Տուն հաստուցիր զավակներ, որոնք ընդունակ են անգախ ապրելու եւ բադվավոր անդամներ են հասարակության մեջ։ Ինչ է ծնողի հոգը եւ մխիթարությունը, եթե ոչ իր զավակներուն կյանքի մեջ ընդունակ դարձնելու ազնիվ աշխատանքով եւ բարդքի գիտակցությամբ։ Մենք խորքի մեջ կոնե մեր մեծամասնությունը հասած ենք այդ նպատակին։ Ինչ է ճշմարիտ քրիստոնյային փապակը եւ վաղճանական նպատակը, եթե ոչ այս ժամանակավոր աշխարհավոր կյանքի ժամանակեն յետո հավիտենական երանալի վաղճան ունենալ։ Մենք կհավատանք, որ մենք մեր թանտաղ մարող կյանքի ջրակը նորեն պիտի վարի երկնային լույսի օթևաններու մեջ Աստծո ողորմությամբ եւ մենք հավատքով ապրող որպես քրիստոնյա մարդ մենք կլսենք Տիրոջ մխիթարիչ խոսքը, որ գսե ազնիվ ծառա բարի եւ հավատարիմ, որովհետեւ քիչի մեջ հավատարիմ ես, քեզի շադի վրա վերագացու կհաստատեմ։ Մդիր ուրախությամբ Տիրոջը դունը։ Սա սիրելիներ խորքի մեջ բատկամ մնե, որ մեզ մե յուրաքանչյուրը բարդի այս մասի մտածել, մանավանդ այս օրերուն կորոնայի այս ժամանակաշրջանին, ոչ ոք գիտե թե ինչեր կրնադագավին բադահիլ, այսօր գաբրինք, վաղը կրնանք չապրիլ։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, իմ կյանքիս փորձառութենեն 30 տարվա քահանայության ընթացքին ներկա եղած եմ հարյուրավոր թաղումներու։ Խոսած եմ տամփանականներ եւ տամփանականները հավանաբար հանդիպած եք մեր YouTube-յան կանալի մեջ։ Տամփանականները, որ գխոսինք սիրելիներ, խորքի մեջ հանկուցյալի համար չեն, այլ մեզի համար են, ողջերուս համար են, եկուր եւ դես, ով գլսե։ Տամփանականներու նպատակը չէ եւ պետք չէ լա կովասանք հանկուցյալի նկատմամբ, այլ անոր կյանքի ճշմարիտ վերլուծությամբ մեզի գենտանիներուս դաստիարակել եւ նույնպես խոսքերու արտահայտությունները, որ գունենա մեր ժողովուրդը իրար նկատմամբ իրարու մխիթարելու, նաեւ այդ խոսքերը մենք պետք է յուրացնենք մեր անձի համար։ Եվ այս տեսակետով դաստիարակիչ է մեզի համար ննչեցյալի բնութագրի այն քիծը, որ հավատացող քրիստոնյա խոսքով կարելի է բնորոշել ննչողը կամ ոչ, եւ անոր ընդմեջ է նայինք մենք մեզ, մեր հայելիին, թե մենք ինչ ենք, արդյոք կարող ենք մենք մեզ որպես քրիստոնյա անվանել եւ այդ հույսով ննչել։
Հավատքը սիրելիներ շատ հաճախ կսեմ, խոսքերու եւ զգացմունքներու արդահայտությունը չէ, այլ բարդքի մը գադարումն է, որբես քրիստոնյա դու բարդք մունիս եւ այդ բարդքն է որ պիտի գադարես։ Եվ ով որ կհավատա, հանգիստ կմեռնի։ Որովհետեւ մեկ վախճանեն մույսին է, որ մենք կփոխադրվենք։ Վայրենի ցեղերեն ոմանք գաբրին մահվան մշտական երգյուղ գվախնան որոշ ժողովուրդներ շատ կվախնան մահեն եւ իրենց ամբողջ կյանքի ընթացքին գմդածեն մահեն խուսափիլ միայն թե այդ միտքը թե երբևիցե պիտի մեռնիմ գթունավորե իրենց կյանքը խոսքը ոչ հավատացյալ քրիստոնյաներու մասին է մինչև իսկ կյանքի ամենաերջանիկ րոպեները գթունավորվին Եվ այդ շատ հասկանալի է, սիրելիներ, քանի որ հանդերձյալ կյանքի մասին խաղապար չունին։ Այնքան ժամանակ, որ մենք կվախնանք կամ անկիդագից ենք հավիտենականության մասին, մենք պիտի վախնանք։ Խաղապար չունի, քանի կյանքը այդպիսիներու համար կվերջանա այս աշխարհով եւ ոչ թե այս աշխարհը նախապատրաստական շրջան մնե իսկական եւ դեվական կյանքիմը մենք այդ գիտակցությունը գամեր մեջ արդյոք պետք է մտածենք այս մասին եւ իսկապես սիրելիներ ինչ է կյանքը առանց հանդերձյալի առանց քալիկ կյանքիմը խաղապարին ինչքան անհույս եւ աննպատակ կդառնա կյանքը անգնմանի աննպատակ ճամփորդությանը ճամփորդությունը որտուն ճամփա ելած ես գուղևորվիս առանց գիտնալու թե ուր կերտաս անգնմանի նավիմը որում մեջ նստած ես գնթանաս ձովիմը անտունտներու մեջ առանց գիտնալու թեպի ուր եւ գարձը կերտա խորդակվելու համար արժե լրջությամբ նայել մեր կյանքին ինչպես փոփոխական է եւ գարջադեպ կորոնային առաջ մեր կյանքերը դարբեր էին Կորոնային վերջ լրիվ հեղաշրջվեցավ։ Սկզբնապես ուրախ էինք, անհոգ երիտասարդական շրջաններու մեջ, ինչպես մեր երիտասարդները, անհոգ ու անդարբեր ամեն ինչի նկատմամբ, որուն քեղեցկությունը եւ պայլը շատ շուտ անցավ։ Այսօր երիտասարդը միևնույն վայելքը, միևնույն մոլորությունները չի գրնար ապրիլ, ինչքան որ գաբրել կորոնային առաջ։ Ճիշտ եմ։ Անգևերջ նայեցեք այրական շրջանի մեջ ապրող չափահասներուն, որոնց կյանքը լեցուն էր եւ լեցուն է բադահականություններով, գորուստներով, ինչեր տեսանք մեր կյանքի ընթացքին, անգադար մնացած իղձեր, գործված հույսեր, խապված պարասիրություններ, քոյության գրիվ մեկ մույսին հաշվիլ գուզե ապրիլ, ընդանեկան հոգեր, թավաջանած եւ թավաջանող բարեկամություն եւ եղբայրություն եւ անգևերջ կուքածերությունը խանգարված առողջությամբ, նվազած ու թուլցած մուտքով։ Եվ այս բոլորը այնքան գարջ կդեվե սիրելիներ, որ մեր մանր թիդավորությունները անդադար գնթադեն եւ գնթադվին մեր չնչին երկերը մեր ցերքի ստեղծածը մեզ մե ավելի գաբրի եւ գահասնի սերունդներուն կամ մենք որոնց հայտնի իսկ չլար սերունդներուն մեր անունը ագամա մարդ կմտածե թե միթե այս քոյության յանքի նպատակը այս է միթե մենք ծնած ենք այն խորհուրդով թե ամփոխի մեջ աճ ու ցախ իրարու հրմշտգելով պիտի փանանք մեր ճանապարհը վայելենք գարջադև խապոսիկ զվարճություններ եւ զվարճություններ քաղցրություն հերանանք վայ մեզի եթե այս լա մարդու քոյության խորհուրդը եւ քոյության մտածելակերպը ոչ սիրելիներ Կյանքը ունի իր շարունակությունը, ունի իր հավիտենական քոյությունը, որուն հասնիլ
կարելի է միայն հավատքով։ Եվ անոր համար է, որ մենք ինչքան մտածենք մեր ֆիզիկականի մասին, բարդինք նաև մտածել հոգևորի մասին, հոգիի մասին։ Աշխարհը ուր առ հասնի իր քեդությամբ, միշտ գարոդ է այս կենթանի հավատքին, որ ապակա կյանքի հույսն է, որ գծնի մարդուն մեջ, եւ ապրող գործերով կապահովենք այդ հավիտենական կյանքի քալուստը։ Այդ կենթանի հավատքը պետք է մեզի սիրելիներ։ Մանավանդ մեզի պետք է այս օրերուն, որ աշխարհը անորոշ վիճակի մեջ է։ Պետք ունենք այսօր, որ այդ հավատքը ծնի մեր մեջ։ Հայու, հայ քրիստոնյայի նոր կյանքով ապրելու հույսը եւ այդ հույսը դրթե մեզի անցնվեր գործերու, խոնար գործերու, բարի գործերու, առանց որուն հայ քրիստոնյան, առանց այդ հավատքին հայ քրիստոնյան իր նոր կյանքով ապրելու իղձերը քերեզման կդանե եւ քերեզմանեն վերջ ոչ մեկ բանի ականատես չեն կլար։ Յանքը քաղդնիկ մնե սիրելիներ, սիրելի եղբայր, սիրելի քույր, սիրելի հայր եւ մայր։ Այս քաղդնիկը մենք չենք կրնար լուծել, բայց միայն կրնանք վերլուծել։ Ան պատկերացույց մնե վիշտի եւ ուրախության, որոնք փոփոխագի կհաջորդեն իրարու։ Երբեմն ալեգոծելով մեր հոգին, երբեմն ալ հանգիստ տալով մեր հոգին։ Յանքը գնմանի ծովիմը, որ անհուն ուրախություն է, որ կպատճառե ճամփորդողիմը, երբ ան նստած տախտակամածի վրա գտիդե ալիքները, գտիդե ծովը, բլբլացող աստղերը եւ այլն, եւ գտեսնե բայձար լուսինը եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ նա գսկա քնքուշ եւ հանգուցիչ ամրան զեպիրի շունչը։ Գեղեցիկ է, չէ՞։ Յանքը գնմանի ծովի, որ ահ ու սարսափ կպատճառե ճամփորդողին։ Յանքը այսպիսի վիշտերու եւ ուրախություններու անverջ շարան մնե։ Ինչքան ալ մահը ցավալի ճշմարտությունը լա, սակայն վիշտի արարիչը Աստված ստեղծած է նաեւ սպոփանք, որ մեզ պիտի մխիթարե եւ մեզ կգաստուրե մեր ուժերու մեջ բادرազմելու կյանքի վիշտին դեմ։ Չլա որ սոսկանք վիշտի սպառնալիք են։ Այսօր շատ մարդիկ գսոսկան։ Ամեն ինչի սպառնալիք են այս կորոնական ժամանակաշրջաններու մեջ։ Այո, վիշտը գմահացնե չքնաղ էակներ։ Այո, մահը կամ այս կյանքի ավարտը գմահացնե բարի զավակը, բարի հայրը, բարի մայրը, բայց չի վերացներ բարությունը։ Գմահացնե քորոգվակուտ մայրը, բայց զավակները գշարունակեն հավատալ, քանի սպոփանքը գա աշխարհի մեջ, վիշտը, ցավը, հիվանդությունները վախ չեն պատճառեր մարդուն համար։ Եվ այդ սպոփանքը եւ մխիթարությունը մեզի որպես քրիստոնյաներ Քրիստոսն է, որմով պետք է ապրի հավատացող քրիստոնյան։ Այն հավատքն է, որ մեծ առաքյալին ու մեծ մարդուն կոչել տված է։ Գսե ինձի համար կյանքը Քրիստոսն է։ Եվ մերնիլը շահ է գսե առաքյալը Պողոս։ Անոր խոսքերը չեն նշանակեր, թե կյանքը քրիստոնյայի համար անարժեք բան է, որ միևնույնն է ապրիլ կամ մերնիլ նույնն է։ Ոչ, այլ նա գարդահայտ է այն միտքը, թե Քրիստոսի հավատքն է, որով կարելի է բացատրել մեր երկրավոր կյանքի նպատակը։ Հիսուսի վարդապետությունն է, ավետարանն է, որ մեր գործերուն, խոսքերուն իմաստ ու արժեք կուտա։ Եվ այն ժամանակ մահը մեզի համար գլա նոր կյանքի սկիզբ, որով մենք կփոխադրվենք ավելի լավ աշխարհ։ Երկնային օթևաններ, թրախտ,
որ խոստացած է մեզի մեր Տերը Քրիստոս եւ իր աշակերտներուն եւ մեզի եւ նույնիսկ խաչի վրա դարձող եւ ապաշխարող ավազակին հետանոս աշխարհեն առաջ որուն համար ցանկը ուդելու խմերու հոգերու անտին չեր անցներ որուն համար ցանկը մեկ նպատակ ուներ հետանոսներուն մարմնական բազմադեսակ եւ բազմանուն հաջողներ առանց միջոցներու մեջ խդրություն տնելու որուն համար բարի երան ինչ որ օգտակար էր իրեն ու հաջելի Արաքյալը այս աշխարհի հայեցողության թեմ գբայքարի տնելով անոր հանդեպ Քրիստոսի վարդապետությունը ըստ որուն երկրավոր բարիկները մարմնի քոյության պահպանության միջոցներ են եւ ոչ նպատակ բարի է ան ինչ որ բրկչին գամքին համեմատ է եւ երբ այսպես մտածենք մահը այլևս երկյուղալի չէ որովհետեւ քերեզմանը մարմնի համար ժամանակավոր հանգստյան դեղ է միջև մեր բրկչին քալստյան ադենը իսկ հոգի համար լուսո խորան է երթալու եւ հավիդյան ապրելու միջոց մնե քերեզմանը հավատքով մերնողի համար մութ ու ծանր չէ այլ թեթև ու լուսավոր երբ մենք ըստ Աստուծո գամքին գաբրինք ըստ քրիստոնեական վարդապետության ու ուսման այն ժամանակ նույնիսկ երբ կտրվինք տակաղի մեջ հերուցես մե տակաղի մեջ բարգատ չլար աստվածային մեծ բարգև վայելած քրիստոնյան այսօր սիրելիներ այս ալեգոձիալ աշխարհի մեջ մենք գարիք ունենք միշտ իմդի ունենալու Քրիստոսի խոսքերը եւ Քրիստոսի խոստումները որովհետեւ մենք զորանանք հավատքով այսօր այս շրջանին մեր հայ ժողովրդի ներկա դարաբալից վիճակը պետք է մեզի ստիպեն այս անցուդարձերը ըլան քաղաքական, ըլա հոգևոր, աշխարհիկ, այս դագնովրայությունները մեզի պետք է հիշեցնեն բրկչին խոսքերը, երբ անգսե ես կերտամ, պիտի խնդրեք զիս, պիտի փնտրեք զիս եւ ծեր մեղքի մեջ պիտի մեռնիք։ Ամեն ինչ կյանքի մեջ սիրելիներ ժամանակ ունի եւ ով գիտե, որ մեկն է ավելի արժեքավոր եւ ընդունելի Տիրոջ առջև։ Ցերակորց արցանները, որոնք հաջող սին փառքի եւ եսասիրության ծնունդ են, թե Աստուծո սպասավորի խոնար աղոթքը, որ լուսո եւ մխիթարության շողեր գսպրե։ Եվ ամեն ինչ սիրելիներ ժամանակ ունի, գսե ամեն իմաստ Սողոմոնի իմաստունը, ժամանակ կա սերմանելու եւ ժամանակ կա հնցելու, ժամանակ կա ծաղկելու եւ ժամանակ կա թարամելու։ Եթե բնությունը ունի քարուն, ամար, աշուն եւ ծմեր, առաջին երկուքը բուսական աշխարհի համեմատ ծաղկելու շրջան են, իսկ վերջինները թարամելու եւ մահվան համար են։ Մարդկային կյանքն ունի նույն շրջանները եւ ահա բիդիկա օրմը մեր կյանքի աշունը։ Փոթորիկներ ու բախ կամիներ աշունի անբաժան ընկերներն են։ Մենք որպես քրիստոնյա, Քրիստոսի հետևողներ, ավետարանի սպասավորներ, միշտ պետք է հիշենք եւ հիշեցնենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքերը, որ գսե ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ով որ կհավատա ինձի, թեև մեռնի, նա պիտի ապրի։ Բողոս Պատրիարքը գսե. երկրի վրա մարդու կյանքը 3 օր է։ Օրը ծնունդն է, մույս օր մահն է, իսկ մույս մեկ օրը անոր կյանքը եւ կյանքի ամբողջ տևողությունը, ըլա ան երկար կամ ըլա կարճ։ Բոլոր մարդիկ ունին այն փորձառությունը, որ օրինակ կսե կյանքը կարճ է։ Բոլորս կորձած ենք, ինչն է պատճառը, որ մարդիկ իրենց կյանքը կարճ կտեսնեն։
եւ միշտ կմտածեն, որ չհասցուցին ինչ որ բամը ավարտին հասցնելու։ Այնուամենայնիվ ինչ որ բան կիսատ կմնա։ Գիտակցական տարիքեն երիտասարդը իր արչև նպատակ կտնե։ Ուսում, մասնագիտություն, աշխատանք, ամուսնություն, զավակներ, դուն, կարողություն եւ այլն եւ այլն։ Դարբեր են մարդիկ, դարբեր են նպատակները, սակայն բոլոր մարդոց մոտ նպատակները ավարտին չեն հասնիր ըստ իրենց ցանկության։ Ձերությունը գուկա դեմ հանդիման եւ մարդը կտեսնե, որ այն ինչին որ ցկտած էր, այդքան ալ գլխավոր նպատակներ չէին, որոնց համար վատնեց իր կյանքը։ Այն ժամանակահատվածը, որը կյանք կկոչվեր, մեծամասնության մոտ գանցնի առանց Աստուծո։ Եվ ամենամեծ բարգևն է Աստուծո մարդուն դրված ազատությունը, ազատ թողնել մարդը իր որոշումներուն մեջ։ Եթե անգեղծ խոստովանենք, բոլորս ալ սկացած ենք, որ մեր պատկերացումը եւ ակնկալիքը կյանքեն չի համապատասխաներ Աստծո չափանիշներուն եւ այդ թե պատճառը կյանքեն մենք կող չենք մեր նպատակներու արդյունքներեն կող չենք իմաստուն մարդ մը ըսած է այն ամենը ինչ մարդ մեկ անգամ գնե անոր մեջ կցախողի լա կյանքը թե լա մահը մենք ոչ ապրիլ գիտենք ոչ ալ մեռնիլ գիտենք իրականության մեջ մարդ արարածը մեկ գլխավոր նպատակ ունի, որում մասին լավագույն դեպքի մեջ գդեղեգանա մահվան մահիջին մեջ, եթե հանգարձամահ եղած չէ։ Այդ նպատակը Աստուծո հանդիպիլն է, ինչպես կյանքի ընթացքի մեջ, այնպես ալ մահեն վերջ։ Մենք իրականության մեջ ննչեցյալին ոչինչ չենք կրնար սորվեցնել կամ դալ, սակայն անգե շատ բան ունենք սորվելու։ Ոչ մեկ ննչեցյալ իր նպատակի արդյունքը իր հետ չի դաներ, սակայն Աստված ջանչցող եւ Աստծո հետ ապրող մարդու հոգին ավանդած ժամանակ գտիմավորվի եւ գճանաբարոթվի հրաշտակներու գոմե։ Իրականության մեջ մարդը կհանգստանա ոչ թե կյանքի ժամանակ, այլ մահվան ժամանակ եւ ամեն մեռնողի յետևեն ինչ կսենք հանգստացավ, սիրակնալ նույնը գսե, սագավ ապրեց լացիր մերելի վրա, քանի որ նա հանգստացավ։ Մարդը կյանքի 3 վիճակ ունի՝ մինչև ծնիլը, ծնելեն հետո եւ մահեն հետո։ Ըստ խոստման ամենաերկար եւ վարձատրությամբ հարուստ կյանքը մահեն յետ կյանքն է։ Եթե ժամանակավոր կյանքը Աստծո հաճելի եւ մաքուր կյանքով եղած է, ոչ թե առանց մեղքի, այլ մաքուր սրտի, կատարյալ հավատքով կատարված գործեր։ Առանց մեղքերու անկարելի է մարդ գտնել, նույնիսկ Աստվածաշունչի մեջ, այլ ուր մնաց մեր մեջ։ Նույնիսկ Աստված, որ իրեն շատ մոտ կհամարեր Աբրահամը, Իսահակը եւ Հակոբը, այդ 3 խոշոր մարդոց կյանքի մեղքերու մասին գրված է Աստվածաշունչի մեջ։ Բայց անոնց կյանքի նպատակը եղած է Աստուծո հնազանդիլ, ծառայել ու սիրել մարդոց։ Այս օրերուն սիրելիներ, բոլոր մարդոց համար կյանքը կյանք առած է։ Ոչ ոք չի մտածեր նպատակի մասին։ Ամենքը կմտածեն եւ մտածեն անորոշության մեջ։ Հարուստի սիրտը իր կանցերու մոտ է։ Աղքատի մտածմունքը իր օրվան հացն է։ Այս արդագարգ դրությունը գանք հարաճացուց, որբեսի բոլորս վերանայինք մեր նպատակները, նայինք մեր անցած ճանապարհը եւ հույսով փախենք, հավատով փնտրենք ու սիրով գտնենք մեր միակ անտավաճան մարդասեր Հիսուս Քրիստոսին, որբեսի մեր կյանքը իմաստավորվի, իմ նպատակները արժևորվին եւ մահը դառնա գնահատված, քրիստոնյան այլ ճանապարհ չունի, բացի թեպի վեր, թեպի գադարյալին նայելու։ Ինչ որ աչքս ուզեց, ես զիս չզրգեցի, եւ ոչ մի ուրախության համար սրդիս վրա արգելք չդրի,
ահա ամեն ինչ ունայնությանց է, գսե ժողովողի գիրքը։ Այս կյանքի մեջ ոչ ոք չի գրնար համոզվածը լալ իր փրկության մեջ առանց Աստուծո մասնավոր հայտնության, բայց ոչ ոք հույսը պիտի չգդրե իր փրկութենեն, այլ մեծ հույսով եւ երկյուղով չանա հասնիլ փրկությանը, ըստ այսմ, ինչպես կսե Արաքյալը Փիլիպեցիներու նամակի մեջ, ահով եւ թողով դուք ձեր փրկության համար աշխատեցեք եւ վերջին համարով փակենք մեր այսօրվան պատկամը դեսանույթը Հռոմայեցիս նամակը կսե քանի որ մեղքի վարձքը մահ է իսկ Աստծո շնորհը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով ամեն։ Ես գուհուսամ որ օգտակար էր նույթը, ես գուհուսամ որ ավելի չխոսեցա մահվան մասին, քան կյանքի մասին, ես փորձեցի երկուքը միասնապար ներկայացնենք, որովհետև այնքան ժամանակ որ մենք ապրենք, մենք կարիք ունենք նաև մտածել մահվան մասին։ Կյանքը այսօր չէ, այսօր ես կրնամ ուրախ լալ, երջանիկ լալ, ամեն ինչ դրամատրված է, երիտասարդ եմ, բոլոր կարելիությունները, բոլոր հնարավորությունները ունիմ, բայց է որ հասնիմ ավարտին, այդ ավարտին համար է, որ մենք Աստված մեզի շնորհած է այս երկրավոր կյանքը, որբեսի մենք հավիտենականությունը ժառանգենք Աստծո ողորմությամբ ամեն։ Ես պիտի ուզեմ գարկմը հարցերու անդրադառնամ եւ պիտի փորձեմ շատ արագ կարդալ ձեր բոլոր հարցերը, ինչ հարցեր որ գրված են, բարի երեգո Աննա Աղասյան, բարի երեգո, Կոհար Ղանտիլյան, Աստվածօրհնե, Մակրուհի, բարի երեգո, Սուզանա Պետրոսյան, Աստվածօրհնե, Ռուբինա Մինասյան, it's hard to hear you, please adjust the volume of the singing. Անիգաս կիսպներ հավանապար երաժշտություն գար, բայց հիմա հետո գարձեմ այդ խնդիրը չմնաց։ Անահիտ Հարությունյան, շնորհակալություն, Աստվածօրհնե բոլորիս, Կոհար, միշտեր շատ էր բարձր, մեղեթին շատ էր բարձր, լավ ինչ որ է, անցավ այդ մեղեթին գարձեմ, Սիրանուշ Կարապետյան, Աստվածօրհնե, հարցեր, դեր այր խնդրում եմ աղոտք շողերի համար, բալիգ է սպասում, Աստվածօրհնե և բարի ազատում կմաղթեմ, ուրիշ Բանտուղթ Հարությունյան, Աստվածօրհնե, ըստ երևույթին հարցեր չունիք, ես կգարձեի, որ մահվան մասին խոսելով բավական հարցեր պիտի ունենաք, վախ պատճառով, սարսափ պատճառով, բայց չէ, ըստ երևույթին լավ է, ձեր հավատքի ընթացքի մեջ լավ եք ըստ երևույթին։ Գարո Մարտիրոսյան, Աստվածօրհնե, այո, Երանի վերստին ծնվինք ու նոր մեռնենք եկեք չասենք, ավելի վերստին ծնինք և ննչենք, պիտի ննչենք։ Պարկ երկնավոր հորը, Ասատրյան, Շակե Սարգիսյան, Աստվածօրհնե, Սատենիկ Խնգոյան, Աստվածօրհնե, Թամարա Թոմասյան, Աստվածօրհնե, Սիրան Ասադրյան, Աստվածօրհնե, Ամիլիա, ուրեմն Ամիլիա Ստիվանկի, Երանի մեզ էլ մխիթարի Աստված, Երանի իմ կյանքը Քրիստոսի համար լինի, ամեն։ Ուրիշ Գնարիկ Խաչատրյան, խնդրանքը գադար լինի բոլորիս, Ամիլիա դարձյալ դերայր, ինչ անենք, որ բրգվենք և չվախենանք մահից։ Մահից մենք վախենալու գարիք չունենք, որովհետև մահը մեզի համար ողորմությունն է, Աստծո եւ Բողոս Արաքյալը ինչ գսեր, գսեր որ ես շատ կփապակիմ ննչել, որբեսի Քրիստոսի հետ լամ, բայց ես այստեղ եմ
ցեզի համար, ցեր բրգության համար։ Հետևաբար մենք երբեք մահեն վախնալու գարիք չունենք, մենք պատրաստ ենք, որովհետև մեր կյանքի նպատակը այս երկրավոր կյանքը չէ, այլ հավիտենականությունն է, սիրելի ամիլիա։ Թող վախնան անոնք, որոնք Աստուծո հերու են, որոնք եւ որ իրենց աչքը փակեն, իրենց մխիթարողը պիտի չգտնեն։ Ուրեմն ուրիշ հարցեր չկան ստիրավույթին, կփորձեմ որ հարցերը դեսնեմ, ուսամ որ ինձ մեջ բախի ոչ մեկ հարցումը, շնորհակալություն Հայր Սուրբ Աստվածորդն է Սիլվի Տաուֆեր, ամեն, Էստվեի իմ հարց ինչ անեմ, որ բրգվենք, Էստվել է իմի հարց ինչ անեմ, ինչ անենք, որբեսի բրգվենք, բիդի հավատանք, բիդի քրիստոնեությունը մեզի համար չմնա միայն որբեսի անուն, չմնա միայն խաչը որ գրենք, այլ քրիստոնեությունը պետք է դառնա Քրիստոսը մեր կյանքի մեջ մասնիկը։ Մենք երբ կվախնանք, մենք ամեն ինչ են կվախնանք, եւ որ մեր մեջ Քրիստոս չկա, բայց եւ որ մեր մեջ Քրիստոս կա, մենք այլևս չենք վախնար։ Ուրիշ ուրեմն Տամարա ամեն շնորհակալություն կարծեք թե ընդմիջեցավ Գաբի իմ մոտ Կոհար Ղադիկյան հիվանդ մի մարդ կա, որը դանը մեծ զգուշությամբ բահում է ավետարանի խնամքով պատատված գդորի մեջ։ Հիմա ծանր վիճակում է, բայց չի ուզում լսել Աստուծո մասին։ Սիրելի Կոհար, այո, դժբախտաբար այսպիսիներ շատ կան եւ նույնիսկ գմերժեն քահանայի այցելությունը, որովհետեւ կգարձեն, թե երբ քահանան իրենց այցել է, իրենց կյանքին ավարտ մտրված կլա, ափսոս պիտի աղոթենք իրենց համար եւ պիտի փորձենք Աստծո խոսքը իրենց հասանելի դարձնել եւ պիտի փորձենք ինչքան որ կարելի է գոնե անդրադարձը ունենան եւ ապաշխարեն իրենց անցած կյանքի մեղքերու համար։ Քրիստոնյա իրավունք չունի վախի զգացում ապրի, այո սիրելի Անահիտ համաձայն եմ, ուրեմն ես կգարձեմ, որ այլևս հարցեր չմնացին, միայն թե պիտի ասեմ, որ անգամ եւս հիշեցնեմ, մենք ամեն օր առավոտյան ժամը 7-ին Եվրոպայի ժամով, ժամը 9-ին առավոտյան Հայաստանի ժամով ունենք հաց մեր հանաբազոր դուր մեզ այսօր ծրագիրը, որում մեջ մենք կներկայացնենք ամենօրյա ավետարանական հատվածը օրվան խորհուրդով։ Կխնդրեմ անպայման այցելեցեք մեր YouTube-յան կանալը եւ այնտեղ բաժանորդագրվեցեք, որբեսի ամեն օր գոնե Աստծո խոսքով եւ աղոթքով սկսենք մեր օրը։ Այդքան, քանի որ ուրիշ հարցեր չկան, այդքանով բավարարվենք, բարի օր, որում մոտ որ ցերեկ է եւ բարի գիշեր, որում մոտ որ գիշեր է։ Երթակ խաղաղությամբ եւ Տեր Հիսուս Քրիստոս եղիցի ընձեզ եւ ընդմեզ ընդամենեսյանս ամեն։ Ցտեսություն։ Հիշեցնեմ, երկուշաբթի օրը երեկոյան ժամը 7-ին Եվրոպայի ժամով, ժամը 9-ին Հայաստանի ժամով երեկոյան մենք կմնա մեր պայմանավորվածությունը, պիտի խոսենք ամուսնության եւ ամուսնության հարցերու մասին եւ պիտի խոսենք հնազանդության մասին, թե ինչպես գինը պետք է հնազանդի ամուսինին, ինչու եւ ինչպես եւ երբ։ Կսպասեմ ցեզի մինչ երկուշաբթի օրը կողջունեմ ցեզ բոլորդ։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։